58-ամյա ինժեներ Մաչադոն, որին լրագրողները հաճախ անվանում են Վենեսուելայի երկաթե տիկին, գլխավորել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ պայքարը, որի վերջին երկու ընտրական հաղթանակները չեն ճանաչվել մի շարք երկրների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Երկրի 2024 թվականի ընտրությունում Մաչադոն դարձել է ընդդիմության կենտրոնական դեմքը, չնայած նրան, որ պաշտոնապես արգելված էր առաջադրվել պետական պաշտոններում։ 2023 թվականի ընդդիմության նախնական ընտրությունում ձայների ճնշող 92%-ով հաղթելուց հետո նա որակազրկվել է կառավարության վերաքննիչ մարմնի կողմից, մեղադրվելով վարչական խախտումների համար։ Նրան 15 տարի արգելվել է զբաղեցնել պետական պաշտոն։ Երբ արգելքը ուժի մեջ է մտել, Մաչադոն իր փոխարինող թեկնածու է նշանակել պատմաբան Կորինա Յուրիսին։ Վերջին տարիներին նա ստիպված է եղել թաքնվել իր անվտանգության համար։ Թրամփը հունվարին գրառում է արել Մաչադոյի մասին, նշելով, որ նա խաղաղ կերպով արտահայտում է Վենեսուելայի ժողովրդի կամքը, դուրս է բերում 100 հազարավոր մարդկանց փողոցներ եւ արժանի է միջազգային աջակցության։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մաչադոյին անվանել է դիմակայության, համառության եւ հայրենասիրության մարմնացում։ 3 երեխաների մայրը 2024 թվականին ստացել է Սախարովի անվան, հետագայում նաև Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակները։